ասացիք ձևավորել եք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը, բայց դեռ պարզ չի վերջը ձևաչափը նորից Հայաստան դաշինքի ֆորմատն է լինելու, թե չէ։ Ոնց հասկացա, դրա մասին չեք խոսել, չնայած մի փոքր խոսել եմ, պարոն Մակարյան։ Եվ տպավորություն է, որ ՀԱԿ-ն էլ օրինակ հայտարարեց մի որոշ ժամանակ առաջ, որ մասնակցել են ընտրություններին, բայց էլի հստակություն չկա։ Ինչ որ խմորումներ են, ինչ որ չի ստացվում ընդհանուր կոնսենսուսի գալ քաղաքական դաշտի դերակատարներ, թե ոչ, եւ դուք մասամբ պատասխանեցիք, որ դաշնակցությունը անցողիկ շեմը կհաղթահարի, այսպես խոսակցություն կա, որ դե դաշնակցությունը իր 4-5%-ը ունի անցնելու։ Հիմա դուք դաշինքով եք մտածում, թե անհատապես մասնակցելով թեկուզ փոքր տոկոսներ, բայց անցողիկ շեմը հաղթահարելով եք մտածում ավելի արդյունավետ կլինի, որ հետո գոնե միանաք իրար կոալիցիա կազմեք։ Ու մեկ էլ Քոչարյանի հետ արդեն հասկացանք, իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ քննարկումներ կան, հնարավոր է ավելի լայն ճակատով մասնակցություն, թե էլի ամենը տարբեր ձևերով մասնակցել եք ու խանգար եք իրար։ Սկզբից ներկա չէիք, այդ մասին շատ հստակ արձանագրել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, նախապատվությունը տալիս ենք դաշինքային ձևաչափին։ Եվ արժևորելով Հայաստան դաշինքի գործունեությունը, բնականաբար առաջիկ քննարկումները ունենալու ենք դաշինքի մեր գործընկերների հետ։ Ինչի, այսինքն ինչ եք կարծում, դաշինքը ձևավորվում է երկու կողմերի քննարկումների եւ համատեղ հայտարարության արդյունքում։ Այսինքն մենք ժողով ենք արել, որոշել ենք մասնակցել դաշինքային ձևաչափով եւ ստացել ենք ժողովից լիազորություններ, բանակցություններ վարելու ձևաչափը վերջնական որոշելու համար։ Հիմա այդ քննարկումների արդյունքում ես չեմ կարծում, որ դժվարություններ կամ մեծ անակնկալներ կլինի։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ դաշինքի այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնոտ դաշինք։ Ենթադրել եք, որ երբ խոսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ նախնական գնացել, միակողմանի չլինի։ Նախնական բնականաբար երկուստեք ցանկություն կա, բայց մենք որևէ բանակցություն մինչև հիմա այս ուղղությամբ չենք վարել, որովհետև գոյություն ունի ընթացակարգեր։ Այսինքն կուսակցությունը պետք է ունենար այդ որոշումը, որպեսզի կարողանանք այդ ուղղությամբ բանակցություններ վարել։ Ես հստակ եմ ասում, մենք առաջինը խոսենք մեր գործընկերների հետ, կունենանք որոշակի համաձայնություններ, դրանից հետո ընդլայնման եւ մյուս հնարավորությունները կքննարկենք։ Արդից օգտվելով այդ մասին եւս ասեմ, մենք գիտեք, քաղաքական դաշտի միավորների հետ արդեն 1 ամիս է մի շարք կարևորագույն հարցերի շուրջ դաշնակցությունը իրականացնում է խորհրդակցություններ եւ քննարկումներ։ Հիմնականում 5 կետի շուրջ են տեղի ունենում այդ քննարկումները, որոնցից մեկը, այո, միմյանց չթիրախավորելու եւ սլակները գլխավոր թիրախի ուղղությամբ ուղղելն է եւ անկախ նրանից, ստեղ էլ որ հստակ լինի էլի մեր դիրքորոշումը, անկախ նրանից ընդդիմադիր քաղաքական ուժերը ինչ ֆորմատով եւ ինչ ձևաչափով կմասնակցեն այս ընտրություններին, գոյություն ունեն օրակարգային եւ կարեւոր առաջնային հարցեր, որոնց շուրջ համագործակցելը կենսական անհրաժեշտություն է։ Միմյանց եկեղեցու պաշտպանություն, միմյանց չթիրախավորել, քաղբանտարկյալների հարց, ընտրությունների վերահսկողություն։ Օրինակ մեր կարծիքով ընդդիմադիր բոլոր միավորները առնվազն մի քանի հարցի շուրջ նախորդ հայտարարություն պետք է անան, որ որևէ կերպ, որևէ պարագայում չեն համագործակցելու այս իշխանությունների հետ եւ մի շարք հարցերի շուրջ պատրաստ են միմյանց հետ համագործակցելու։ Պարոն Սաղաթելյան, Եվ այդ բանակցությունները շարունակվում են, դրանք նախընտրական բանակցություններ չեն, այլ ընդդիմադիր դաշտում դիմադրության մեխանիզմներ ձևավորելու եւ այս բռնաճնշումներին դիմագրավելու համար։